Բարև ձեզ, բարի շաբաթ, սիրելի ունկնդիրներ, այսօր կշարունակենք շաբաթօրյա դպրոցի Աստծո խոսքի ուսումնասիրությունը շաբաթօրյա դպրոցում եւ այսօր արդեն հասել ենք 11-րդ դասին, որը անցած դասի շարունակությունն է, երկրորդ մասը։ Եվ այսօրվա դասի հիշելու համարն է այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ովքին մեծ է քո հավատը, թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Այս կինը քանանացի էր եւ եկել էր խնդրելու Հիսուսից, որ իր զավակին, իր դստերը բժշկի։ Ուրեմն սկզբից ի վեր, երբ որ մարդը մեղանչեց, Աստված սկսեց խնդրել մարդուն։ Ծննդոց 3:9 համարում Աստված ասում է. «Ուր ես Ադամ»։ Եվ այդ օրվանից սկսված ինքը բոլորիս այդ նույն բանն է ասում. «Ուր ես»։ Եվ ամեն մեկս կարող ենք դնել մեր անունը այդտեղ։ Եվ մինչև օրս այս նույն սիրառատ Աստված դեռ փորձում է իրեն դարձնել իր կորած զավակներին, հասնել իր կորած զավակների սրտերին։ Եվ դրանց թվում է նաև քաղաքաբնակները։ Ինչու է շեշտում, որտեղ մենք գիտենք, որ քաղաքում ավելի շատ հանցագործություններ են լինում, ավելի շատ բացասական բաներ կա, քան թե գյուղական վայրերում, այսինքն քաղաքի մարդիկ ավելի հպարտ են, ավելի ազգայնականություն կա, նախապաշարումներ եւ այլն, մի խոսքով նեգատիվ որոշ բաներ կա եւ շատ մարդիկ մտածում են, որ հնարավոր չէ հասնել նման մարդկանց սրտերին, բայց դա այդպես չէ։ Հիսուս ասեց. «Ես եկա հիվանդների համար»։ Ուրեմն Հիսուսը մեզ ոչ է անում, որ մենք աշխատենք նաև քաղաքներում, աշխատենք բոլոր մարդկանց համար անխտիր, ինքներս չորոշելով, թե ով է արժանի, ով արժանի չի այս լուրին, այլ խոսելով բոլոր նրանց հետ, ում հետ, որ Աստված ուզում է, որ մենք խոսենք։ Դրա համար մենք պիտի թողնենք մեր նախապաշարումները, մեր հպարտությունը, մեր անցյալի կարծիքները եւ շատ ու շատ բաներ մեր անձի պես, մեր անձի մեջ, որպեսզի կարողանանք անաչառ լինենք, ինչպես Աստված է անաչառ, եւ անաչառ ձևով խոսքը մատուցենք յուրաքանչյուր մարդու, անկախ նրա ազգությունից, անկախ նրա դասակարգումից, անկախ ամեն ինչից, հիվանդ է, առողջ է, այս այն է, կապ չունի, ամեն մարդ կարիք ունի վերածնվելու հույս լուրի լսելու, վերածնվելու հույսի մասին։ Եվ շատ աշխատողներ կարող են պատճառաբանություն գտնել, որպեսզի նման մարդկանց կամ քաղաքում բնակողներին ճշմարտությունը չմատուցել, բայց դա սխալ է, որտեղ Հիսուսը մահացել է յուրաքանչյուրի համար։ Չնմանվենք Հովնանին, որը մտածելով, որ նինևացիները շատ վատն են, շատ են թաթախված մեղքի մեջ եւ չարժի գնալ եւ իրենց ասել ավելի լավ է թող կործանվեն, կամ մտածում էր երևի օգուտ էլ չկա գնալ ասել, կամ սրտի մեջ ցանկանալ, որ իրական նրանք կործանվեն։ Դրա մասին մենք խոսացել ենք, ուրեմն թող Հովնանին չնմանվենք, այլ նմանվենք Հիսուսի աշակերտներին, որոնք ուր որ ուղարկում էր իրանց Սուրբ Հոգին, գնում էին եւ մատուցում էին Աստծո խոսքը։ Ուրեմն
իրականացվող Իսրայելի սահմաններից դուրս իրականացվող առաքելություն Հիսուսը վերցնում է իր աշակերտներին Գենասարեթից եւ Տիրոսի ու Սիդոնի կողմերը գնում։ Ուրեմն ինչու Գալիլեայից ինքը իր աշակերտներին տարավ այդտեղ, որտեղ դրանք հեթանոսական վայրեր էին, այդտեղ հեթանոսներն էին ապրում։ Նա առաջնորդեց նրանց այդտեղ, որպեսզի նրանց դաս տա, որոնք այնպիսի դաս, որը նրանք չէին կարող սովորել Գալիլեայում։ Եվ ուզում էր նրանց նախապատրաստել իրենց կանչվածության, այսքան բարի լուրը հասցնելու մարդկանց բոլոր խմբերին, ներառյալ քաղաքաբնակներին։ Չնայած, որ Հիսուսը գնալուց առաջ իրենց ասեց, որ ես մինչև աշխարհի վերջը ձեր հետ եմ եւ այս լուրը պետք է տարածվի ամբողջ աշխարհում յուրաքանչյուր ազգությանը, բայց միևնույն է, նրա աշակերտները դեռ չէին կարողանում ընկալել այդ միտքը եւ կարծում էին, որ փրկողները միայն Հրեաստանից պիտի լինեն հրեաներ։ Ուրեմն եկեք կարդանք Դատավորներ 3-րդ գլխի 1-6 համարը։ Սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելն, այսինքն ամենքին, որոնք չգիտեին քանանացիների բոլոր պատերազմների մասին, միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիների սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվայից պատերազմել չգիտեին, փոշտացների 5 նախարարությունները բոլոր քանանացիներին, ուրեմն մնացել էին փոշտացների 5 նախարարությունները, բոլոր քանանացիները, սիդոնացիները, խևացիները, որոնք բնակվում էին Լիբանան սարում, սրանցով պիտի փորձվեր Իսրայելը, այսինքն որոշ հեթանոսական ազգեր մնացել էին եւ ասում է, որ Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ, նրանց աղջիկներին իրենց համար կին առան եւ իրենց աղջիկներին նրանց տղաներին տվեցին ու պաշտեցին նրանց աստվածներին։ Այսքան փոխանակ Աստված ինչի բացեց լույսը հրեաներին, որպեսզի նրանք բացեն լույսը ուրիշ ազգերին, բայց փոխարենը նրանք հակառակը սկսեցին պաշտել հեթանոսների աստվածներին։ Փոխանակ իրենց կանանց կամ ամուսիններին բերեին դեպի ճշմարիտ Աստծուն, իրենք հեռացան եւ սկսեցին պաշտել հեթանոս աստվածներին կամ չաստվածներին։ Եվ սրա հետևանքը կարդանք նաև 3-րդ Թագավորաց 5-րդ գլխի 1-12 համարները։ Ասում է Տիրոսի Քիրամ թագավորն իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, թե նրա հոր փոխարեն նրան են թագավորացել, որովհետև Քիրամը միշտ էր սիրել էր Դավթին։ Եվ Սողոմոնը մարդ ուղարկեց Քիրամի մոտ ասելով. դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ իր Տեր Աստծո անվան համար տուն շինել շրջակա ժողովուրդների դեմ պատերազմների պատճառով, մինչև որ Տերը նրանց չդրեց նրա ոտքի թաթերի տակ։ Բայց հիմա իմ Տեր Աստվածը ինձ հանգստություն է տվել բոլոր կողմերից, ոչ հակառակորդ կա եւ ոչ էլ ձախորդ պատահար, եւ հիմա ես մտադիր եմ, որ մի տուն շինեմ իմ Տեր Աստծո անվան համար, ինչպես Տերը խոսել է իմ հայր Դավթի հետ, ասելով. քո այն որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին, քո փոխարեն իմ անվան տունը նա է շինելու։ Արշամանտուր, որ Լիբանանից մայրենիներ կտրեն ինձ համար եւ իմ ծառաները լինեն քո ծառաների հետ, եւ ես քո ծառաներին այնքան բարձ կտամ, որքան դու կասես, որովհետեւ դու գիտես, որ մենք այնպիսի մարդ չունենք, որ Սիդոնացիների նման փայտ կտրել իմանա։ Եվ երբ Քիրամը Սողոմոնի խոսքերը լսեց, շատ ուրախացավ եւ ասաց. օրհնյալ է այս որդերը, որ Դավթի իմաստուն որդի է տվել այդ մեծ ժողովրդի վրա իշխելու։ Եվ Քիրամը մարդ ուղարկեց Սողոմոնի մոտ ասելով. ես լսեցի այն խոսքը, որ ուղարկել ես ինձ, ես կանեմ քեզ համար հաճելի այն ամենը, ինչ ասել ես
Եղևնափայտի և մայրու փայտի մասին։ Իմ ծառաները Լիբանանից փայտը կիչեցնեն ծով, և ես դրանցից լաստեր կշինեմ ծովում ու կուղարկեմ այն տեղը, որ ինձ ցույց կտաս, այնտեղ քանդեմ դրանք, և դու կվերցնես, իսկ դու կկատարես իմ կամքը, հաց կտաս իմ տանը։ Եվ Քիրամը Սողոմոնին այնքան եղնափայտ և մայրու փայտ էր տալիս, որքան նա կամենում էր, և Սողոմոնը Քիրամին տալիս էր 20,000 քորձորեն նրա տան պարենի համար և 20 քոր գտնված ձիթայուղ, այսպես ամեն տարի Սողոմոնը պաշար էր տալիս Քիրամին։ Եվ Տերը իմաստություն տվեց Սողոմոնին, ինչպես ասել էր նրան, և խաղաղություն էր տիրում Քիրամի ու Սողոմոնի միջև, և նրանք դաշին կնքեցին իրար հետ։ Ուրեմն սա չէ, սրանք տնտեսական հարաբերություններ են, որ գոյություն ունեն ժողովուրդների մեջ, և միայն հարցը նա է, որ այդ տնտեսական հարաբերությունների միջոցով Սողոմոնը պետք է լույսը տարածեր այլ ազգերին, այլ ոչ թե հակառակը պատահեր, ինչպես պատահեց նրա դեպքում։ Տեսնենք ինչով ավարտվեց այս ամբողջը, կարդանք 3-րդ Թագավորների 11:1-6 համարները։ Եվ Սողոմոն թագավորը Փարավոնի աղջկանից բացի օտարազգի շատ կանանց սիրեց, մովաբացիներ, ամոնացիներ, իդոմացիներ, սիդոնացիներ, քետացիներ, այն ազգերից, որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե մի ամուսնացեք նրանց հետ, և նրանք էլ ձեզ հետ թող չամուսնանան, որ ձեր սրտերը չշեղեն դեպի իրենց աստվածները։ Սողոմոնը սիրով հարեց նրանց, ոչ միայն հարեց, այլ նաև սիրով հարեց։ 700 իշխանազուն կին և 300 հարճ ուներ, և նրա կանայք խոտորեցին նրա սիրտը։ Եվ Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծո նկատմամբ, ինչպես մաքուր էր իր հայր Դավթի սիրտը։ Եվ Սողոմոնը գնաց սիդոնացիների աստառով Աստծո հետևից և ամոնացիների գարշելի մեղքոմի ետևից։ Եվ Սողոմոնը չարիք գործեց Տիրոջ առաջ և իր հայր Դավթի պես չհետևեց Տիրոջը։ Այսինքն այս ամենի վերջը ինչ եղավ։ Սողոմոնը այնքան ինքնավստահ դառավ, նա կարծեց, թե իր ամբողջ ամուսնություններով ինքը ավելի կխթանի Աստծո լուրը տարածվելուն, բայց հակառակը տեղ ունեցավ։ Իր կանայք, իր կնամոլությունը իրեն բոլորովին հեռացրեց ճշմարիտ Աստծու։ Ինքը սկսեց պաշտել իրենց հեթանոսների, իր կանանց, որոնք հեթանոսներ էին, նրանց աստվածներին փոխարենը նրանց օգնելու, որ գտնեն ճշմարիտ Աստծուն։ Այսինքն տնտեսական հարաբերություններ ունենալը վատ չէ, բայց երբ որ հարցը գալիս հասնում է նրան, որ այնքան սերտ հարաբերություններ ես կազմում սխալ մարդկանց հետ, որոնք վատ ազդեցություն են, այսինքն ամեն ինչը չափավոր է։ Պետք չէ այնքան մեծենալ հավատ չունեցող մարդու հետ, որպեսզի այդ մարդը շեղի իրեն ճշմարիտ Աստծուն, որտեղ մեծամասամբ հենց այդպես է լինում, երբ որ հավատացյալը ամուսնանում է անհավատի հետ, շատ մեծամասամբ փոխանակ հավատացյալը օգնի, որ անհավատը գա դեպի լույս, հակառակն է տեղ ունենում։ Հավատացյալը գնում է դեպի մթություն, ինչպես տեղի ունեցավ Սողոմոնի հետ։ Եվ դրա կապ չունի, ինչքան իմաստուն էր Սողոմոնը, այսինքն, երբ որ դու Աստծո բարձր ահանգներից շեղվում ես, այլ ոչ քո իմաստությունը քեզ կօգնի, ոչ քո հարստությունը քեզ կօգնի, ոչինչ։ Եվ պարզ օրինակը Սողոմոնն է սրա, որ շատ վատ եղավ
իր սեփական ժողովրդի համար, երբ որ Սողոմոնը Աստծո հետ էր, նա շատ արդար ձևով էր եւ Աստծո օրենքներով, արդար օրենքներով էր ղեկավարում Իսրայելը, բայց երբ որ ինքը հեռացավ, սկսեց պաշտել հեթանոս աստվածներին, իր երկրի մեջ անօրենությունը տարածվեց, ինքը դարձավ բռնակալ թագավոր եւ սկսեց ճնշել մարդկանց, որպեսզի ավելի ու ավելի հարստանա եւ մեծ հարկեր դրեց մարդկանց վրա, այսինքն ծերության օրոք ասում է, սիրտը հեռացավ Աստծուց։ Մենք ում որ պաշտում ենք, նրան էլ նմանվում ենք։ Սողոմոնը երբ որ սկսեց պաշտել հեթանոս աստվածներին, ինքը սկսեց նմանվել նրանց, սկսեց վերցնել նրանց դաժան վարքագիծը կամ հեթանոս աստվածների, որտեղ անցած անգամ խոսեցինք հեթանոս աստվածների մասին, թե ինչքան դաժան եւ ծանր պահանջներ էին այսպես կոչեցյալ հեթանոս աստվածները կամ կուռքերը պահանջում իրենց պաշտողների։ Իրականում պաշտելով կուռքին կամ հեթանոս կուռքին կամ չաստվածին, մարդիկ պաշտում են սատանային, իսկ սատանան անչափ դաժան էակ է եւ ծանր բեռներ է դնում մարդկանց վրա, եւ ով որ պաշտում է նրան, դառնում է նրա պես, եւ Սողոմոնի հետ էլ նույնը պատահեց։ Այս պատմությունը չի համար մենք կարդացինք։ Չնայած այս ամեն ինչին, չնայած այս երկրների հեթանոս եւ կռապաշտ պատմությանը եւ ընտրյալ ազգի վրա դրած բացասական ազդեցությանը, Հիսուսը միևնույն է իր աշակերտներին բերեց այս վայրերը։ Նա նրանց ծանոթացնում էր միջմշակութային առաքելության հետ, փորձելով կոտրել նրանց կարծրատիպերն ու մեղմել մոլեռանդությունը։ Հիսուսն իր հետևորդներին ցույց տվեց, որ առաքելությունն ուղղված է բոլոր մշակույթների եւ ազգությունների ներկայացուցիչներին։ Քաղաքներում ծառայող ադվենտիստ միսիոներների առջև ծառացած են բազում մարտահրավերներ, ինչպիսիք են առողջության, շրջակա միջավայրի, թանկ ապրուստի, ռասիզմի, մոլեռանդության, ազգայնականության եւ կրոնական ազատության սահմանափակման խնդիրները։ Եվ չնայած այս խոչընդոտներին մենք պետք է աշխատենք քաղաքների համար։ Ուրեմն, երբ որ կարդում ենք, տեսնենք Հիսուսը ինչպես էր վերաբերվում քաղաքի բնակիչներին կամ հեթանոսներին, կամ նաև հեթանոսների։ Չնայած արտաքին եւ ներքին մարտահրավերներին, Հիսուսը ողորմությամբ մեզ կոչ է անում ընդունել քաղաքներում իր առաքելությունն իրականացնելու իր առաջարկը։ Կարդանք Մատթեոս 9-րդ գլխի 35-ից 38 համարները։ Մատթեոս 9-րդ գլուխ 35-ից 38 համարները, տեսնենք ինքը ինչպես էր վերաբերվում այս մարդկանց։ Մատթեոս 9 35-ից մինչև 38։ Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողորաններում, արքայության ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում, նա ժողովրդի բազմությունը տեսնելով գթած նրանց, որ հոգնել եւ ցիրուցան էին եղել, ինչպես հովիվ չունեցող ոչխարները։ Այդ ժամանակ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։ Աղաչեք հունձքի տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ ուղարկի»։ Այսինքն Հիսուսը ինչպես է վերաբերվում այս մարդկանց, արհամարհանքով։ Ոչ։
գթած ասում է նրանց, նրանք նման էին ոչխարների, որ չունեն հովիվ ու չգիտեն ուր գնան, ինչ անեն, ոնց անեն, եւ ինք ուղղակի խղճաց այդ մարդկանց եւ ասեց, որ իրանց այդ աշխատողներ են պետք, որպեսզի իրենց այդ վիճակից հանեն։ Այսքան այլ խոսքով ասած անտեր են մնացել։ Աստված ոչ է անում իր ճշմարտությունը իմացողներին, իրեն ճանաչողներին, որ գնան նրանց եւ ասեն, որ նրանք անտեր չեն, այլ տեր ունեն, ում անունն է Հիսուսը, եւ ով որ ուզում է մտերմանալ նրանց հետ, որպեսզի կարողանա օգնել նրանց։ Ուրեմն Հիսուսը կարեկցանքով էր լցված այն մարդկանց նկատմամբ, որոնք մենք այսօր հանդիպում ենք մեծ քաղաքներում։ Հիսուսը կարեկցում է բոլոր դժվարության մեջ գտնվող մարդկանց։ Հիսուսը նույնիսկ լաց եղավ Երուսաղեմի համար։ Մեզ հասանելի չէ Հիսուսի սիրո խորությունը իր զավակների, նույնիսկ այն անդեմ զանգվածների նկատմամբ, որոնք ապրում են մեծ քաղաքներում։ Ահա թե ինչու է Մատթեոս 9:38 համարում Հիսուսը մեզ խորհուրդ տալիս աղոթել, որպեսզի մեր սիրտը նմանվի իր սրտին։ Նաև կարդանք Մատթեոս 4:23-25 համարները։ Հիսուսը շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում նրանց ժողորաններում, արքայության ավետարանը քարոզում եւ ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը բժշկում։ Նրա համբավը տարածվեց ամբողջ ասորիքով մեկ։ Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից եւ տանջանքներից, դիվահարների, լուսնոտների, անդամալայցների, եւ նա բժշկում էր նրանց։ Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, որ եկել էր Գալիլեայից, Դեկապոլիսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից։ Ուրեմն Հիսուսին հետևող բազմությունները գալիս էին Գալիլեայից, արևելքում գտնվող Դեկապոլիսի 10 քաղաքպետություններից, Երուսաղեմից եւ հարավում տեղակայված Հուդայից։ Ուրեմն այստեղ չի նշվում Սամարիան եւ բացի Սամարիայից նաեւ չի նշվում Տյուրոսը եւ Սիդոնը, ափամերձ շրջանը, Փյունիկիայի մի մասը, միջերկրական ծովի երկայնքով Գալիլեայից հյուսիս-արևմուտք, այսինքն նրանք, ովքեր մոտիկ էին գտնվում Հուդային, Հրեաստանին։ Եվ Հիսուսը տեսավ, որ քանի որ այստեղից ոչ ոք չի գալի իր հետևից եւ հնարավորություն չունի լույսին ծանոթանալու, ինքը վերցրեց իր աշակերտներին եւ ինքը անձամբ գնաց Տյուրոսի եւ Սիդոնի շրջաններ։ Էլեն Ուայթ դարերի փափագ Էջ 399-ում գրված է. Փարիսեցիների հետ ունեցած ընդհարումից հետո Հիսուսը հեռացավ Կափառնայումից եւ Գալիլեան անցնելով մեկնեց դեպի Փյունիկիայի սահմանակից Բլրոտ երկիրը։ Արևմտյան կողմում հարթավայրի վրա փռված էին հնագույն Տյուրոս եւ Սիդոն քաղաքներն իրենց հեթանոսական տաճարներով, վեհաշուք պալատներով, առևտրի շուկաներով եւ բանուկ նավահանգիստներով։ Աստվածաբանները կարծում են, որ Մատթեոսի ավետարանը գրվել է հրեաների համար, իսկ Մարկոսը գրվել է հիմնականում հեթանոս լսարանի համար։ Եվ երբ որ կարդում ենք Մատթեոս ու Մարկոսը, հիշենք այս փաստի մասին։ Եվ հիմա միևնույն դեպքը, որ ինչու Հիսուսը գնաց այդ հեթանոսական վայրը, այս դեպքի մասին մենք կարդանք համ Մատթեոսում, համ Մարկոսում եւ կտեսնենք, թե ինչ տարբերություններ կա Մատթեոսի նկարագրության մեջ եւ Մարկոսի նկարագրության մեջ։ Ուրեմն առաջինը կարդանք Մատթեոս 15:22-28 համարները։ Եվ ահա քանանացի մի կին, ուրեմն 21-ից կարդանք. Հիսուսն այնտեղից դուրս ելավ եւ Տիրոսի ու Սիդոնի կողմերը գնաց։
Եվ ահա կանանացի մի կին, որ գալիս էր այն սահմաններից, աղաղակում էր ու ասում նրան. «Ողորմիր ինձ, Տեր, Դավթի որդի, իմ աղջիկը տառապում է դևից»։ Սակայն Հիսուսը նույնիսկ մի բառ նրան չպատասխանեց։ Նրա աշակերտները մոտեցան եւ խնդրում էին նրան ասելով. «Արձակիր նրան, որտեւ աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Ես ուղարկվել եմ միայն Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ Իսկ կինը եկել եւ նրան երկրպագում էր ասելով. «Տեր, օգնիր ինձ»։ Նա պատասխանեց ու ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել ու շների առաջ նետել»։ Իսկ նա ասաց. «Այո, Տեր, սակայն շներն էլ իրենց տերերի սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Այդ ժամանակ Հիսուսը պատասխանեց նրան եւ ասաց. «Ով կին, մեծ է քո հավատը, թող քեզ քո ուզածի պես լինի»։ Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։ Հիմա սա կարդալուց շատ մարդիկ կզարմանան, որտեղ Հիսուսը այստեղ բաներ է խոսում, որ երբևէ չէր խոսացել։ Բայց ինքը դա անում էր միտումնավոր։ Ինչի ինքը ոչ թե ինքը նման ձևով էր վերաբերվում այս կնոջը, այլ սա անելով ցույց էր տալիս իր աշակերտներին նրանց վերաբերմունքը հեթանոսների հանդեպ։ Այսինքն, որ նրանք մտածում էին, որ հեթանոսները շներ են, որ նրանք արժանի չեն փրկության, որ իրանց պետք է արհամարել ուղակի։ Եվ Հիսուսը վարվեց այդպես, որ իր աշակերտները կողքից տեսնեին եւ զգային, թե ինչ վատ է դա անելը, եւ իրենց սխալը զգային, եւ հետո իրանց ցույց տվեց, թե ոնց պիտի վարվել իրականում։ Եվ գովեց այդ կնոջը, ասում մեծ է քո հավատքը։ Այսինքն, եթե Հիսուսը այդտեղ մենակ լիներ եւ աշակերտները չլինեին, ինքը միանգամից կկատարեր այդ կնոջ խնդրանքը, մեծ սիրով կկատարեր, ինչպես որ ուրիշների համար էր կատարում։ Ուղղակի քանի որ աշակերտներին ինքը պիտի դաս տար, ինքը սկզբում խոսեց ոչ այնպես, ինչպես որ ինքը կխոսեր, այլ ինչպես որ հրեաները կխոսեին։ Բայց այս կինը երևում է նկատեց, որ Հիսուսի աչքերը բոլորովին այլ բան էին ասում եւ շարունակեց խնդրել, չհուսահատվեց։ Այսքան Հիսուսի խոսքերը մի բան էին ասում, բայց նրա հայացքը ուրիշ բան էր ասում։ Ինքը սեր էր տեսնում Հիսուսի հայացքի մեջ եւ դրա համար ինքը շարունակեց։ Ուրեմն հիշենք, որ այստեղ ոչ թե Հիսուսի վարկագիծն էր երևում, այլ հրեաների վարկագիծը։ Եվ նա դաս տվեց իր աշակերտներին, որ չի կարելի այդպես վարվել ոչ մի մարդու հետ, որտեղ այդ մարդը պատկանում է ուրիշ ազգի։ Եվ այս նույն դեպքը կարդանք Մարկոս 7-րդ գլխի 24-ից 30 համարներում։ Հիսուսն այնտեղից ելավ ու գնաց Տիրոսի եւ Սիդոնի սահմանները։ Նա մի տուն մտավ եւ չէր ուզում, որ որևէ մեկ այդ մասին իմանար, բայց չկարողացավ թաքնված մնալ։ Նրա մասին անմիջապես լսեց մի կին, որի աղջիկը պիղծ ոգով էր բռնված։ Հետաքրքիր, այստեղ չի ասում կանանացի։ Նա եկավ եւ Հիսուսի ոտքերին ընկավ։ Այդ կինը հեթանոս էր, ազգությամբ Փյունիկի ասորի։ Այստեղ ասում է, որ ասորի էր, բայց Փյունիկիայում էր ապրում։ Աղաչում էր նրան, որ իր աղջկա միջից դևին դուրս անի, սակայն Հիսուսը նրան ասաց. «Նախ թող երեխաները կշտանան, որտեղ լավ չէ երեխաների հասն առնել ու շներին գցել»։ Իսկ կինը պատասխանեց ու ասաց նրան. «Այո, Տեր, որտեղ շներն էլ երեխաների սեղանից թափված փշրանքներով են կերակրվում»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Այդ խոսքիդ համար գնա, դևը քո աղջկա միջից դուրս ելավ»։ Եվ երբ Հիսուսը վերադարձավ, աղջկան գտավ մահճակալի վրա պառկած եւ դևին դուրս ելած։ Հիմա տեսնենք տարբերությունները։ Մատթեոսը նկարագրում է այս մորը ըստ նրա ազգության կամ ռասայի, կանանացի։ Մարկոսը Սուրբ Հոգու առաջնորդությամբ օգտագործում է լրացուցիչ եզրույթ եւ նկարագրում այս կնոջը որպես հույն կամ հեթանոս, ապա լրացուցիչ տեղեկություն է տալիս ազգությամբ Փյունիկիայի ասորի։ Ուրեմն Մատթեոսի ունկնդիրներն այս մորը կհամարեին արհամարված հեթանոս։ Սրա պատճառը կանանացիների հետ ունեցած հրեա ժողովրդի դարավոր պատմական փորձն էր, որպես կռապաշտ ազգի, որի ապրելակերպն ու գործելակերպը դարեր շարունակ գայթակղություն են եղել իրենց ազգի համար։
Նույնիսկ Քրիստոսի աշակերտները հավանական չէին համարում այն, որ այդ կինը կարող էր իր հավատի շնորհիվ Աստծո թագավորության մաս կազմել, որտեղ հրեաները մտածում են, որ միայն իրենք են փրկվելու, իրենք են արժանի փրկության։ Մարկոսի լսարանի արձագանքը արմատապես կտարբերվեր Մատթեոսի լսարանի արձագանքից, որտեղ նրա լսարանը հեթանոս էին։ Իրենք լինելով հեթանոսներ, այս կնոջ մեջ նրանք իրենց էին ճանաչում ազգության Փյունիկ Էասորի և ստացվում է, որ Հիսուսը բժշկել էր իրենցից մեկին։ Այսինքն Հիսուսը տարբերություն չի դնում ազգությունների մեջ։ Հեթանոսներն այս կնոջը կհամարեին օրինակելի ու սիրող մայր, որը մտահոգված էր իր դստեր ճակատագրով և փափագում էր, որ վարպետը բժշկեր նրան անկախ իր էթնիկ և ազգային պատկանելությունից և իրականում այդպես էլ կա։ Այսինքն Մարկոսում պատմությունը գրված է առանց հրեական նախապաշարումների։ Էլեն Ուայթը դա իր փափագ գրքում 400-ում գրում է. Քրիստոսն անմիջապես չարձագանքեց կնոջ խնդրանքին, արհամարհված ցեղի այս ներկայացուցչին նա նախընդունեց այնպես, ինչպես հրեաները կընդունեին։ Սրանով նա ուզում էր ցույց տալ իր աշակերտներին, թե որքան սառն ու անգութ կվերաբերվեին հրեաները նման դեպքում։ Ապա բավարարելով նրա խնդրանքը, նա կամեցավ նրանց մեջ դաստիարակել այն կարեկցանքը, որ ինքը դրսևորեց այդ դժբախտ կնոջ նկատմամբ։ Գիտեք, քաղաքների մեջ շատ մարդիկ կան, որոնք կարոտ են հույսի, փրկության հույսի։ Քրիստոսի օրոք ինչը խանգարեց Աստծո ժողովրդին Մեսիայի հույսը բերել այնպիսի օտար քաղաքներ, ինչպիսիք են Տիրոսն ու Սիդոնը։ Եվ այստեղ գրած է ինչը խանգարեց։ Նրանց ազգայնականությունը, հպարտությունը, նախապաշարմունքները, մոլեռանդությունը, այդ ամենը կուրացրել էին Աստծո ժողովրդին, նրանք չէին տեսնում իրենց շրջապատի մարդկանց, ովքեր տենչում էին առաջին գալուստի մարգարեություններում կանխատեսված հույսին։ Այսօր էլ քաղաքներում ապրում են բազմահազար մարդիկ, որոնց հետ Հիսուս Քրիստոսը կամենում է, որ իր ժողովուրդը կիսվի երկրորդ գալուստի երանելի հույսով, այլ ոչ թե համարի նրանց անարժան, և ուշադիր լինենք, արդյոք մեր մեջ էլ է այս ազգայնականությունը, այս հպարտությունը, այս նախապաշարմունքները և այդ մոլեռանդությունը։ Եթե այո, Քրիստոսը սպասում է, որ իր առաջ շնորհը մեր շնորհի, որպեսզի մենք ազատվենք այդ վնասակար երևույթներից, որպեսզի առանց խոչընդոտի կարողանանք Հիսուս Տիրոջ լույսը տալ մարդկանց։ Ուրեմն Գործք առաքելոց 10 գլուխը կարդանք։ Ուզում եմ սկզբից կարդալ, որպեսզի պարզ լինի, չնայած այս պատմությանը ծանոթ ենք Կորնելիոսի և Պետրոսի մասին։ Ուրեմն Կեսարիայում Կորնելիոս անունով մի մարդ կար, իտալական կոչվող գնդի հարյուրապետ, այսքան իտալացի էր այս մարդը։ Նա բարեպաշտ աստվածավախ լինելով իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում և ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ Գրած չի հեթանոց Աստծուն, ճշմարիտ Աստծուն էր աղոթում, չնայած ինքը իտալացի էր, հրեա չէր։ Օրվա, այսինքն հռովմեացի էր։ Օրվա 9-րդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծո հրեշտակին, որը մտնելով իր մոտ ասաց. Կորնելիոս։ Իսկ նա հրեշտակին նայելով զարհուրեց ու ասաց. Ինչ է Տեր։ Նա ասաց նրան. Քո աղոթքներն ու քո ողորմություններն Աստծո առաջ բարձրացան քո մասին հիշեցնելու համար։ Հիմա մարդ ուղարկիր Հոպպե ու կանչիր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ Նա հյուրընկալվել է ոմն կաշեգործ Սիմոնի մոտ, որի տունը ծովեզերքին է։
Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, նա կանչեց ծառաներից երկուսին և մի բարեպաշտ զինվորի, որ իր ծառայությունը ծառայողներից էր, և նրանց ամեն ինչ պատմելով ուղարկեց Յոպպե։ Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը 6-րդ ժամին մոտ բարձրացավ տանիք աղոթելու։ Ուրեմն անցած անգամ մենք նշեցինք, որ Պողոսը պրոբլեմ չուներ։ Երբ որ Հիսուս իրան ուղարկեց հեթանոսների մոտ, ինքը առանց խոսք ասելու գնաց եւ հեթանոսներին տվեց լույսը։ Բայց Պետրոսը պրոբլեմ ուներ։ Պետրոսը գիտեր ճշմարտությունը եւ մոտիկ էր այդտեղ Կորնելիոսին եւ կարող էր գնալ եւ լույսը տալ, որտեղ Կորնելիոսը ծարավ էր ճշմարտության։ Բայց Պետրոսը նախապաշարված էր։ Չնայած որ Պետրոսը այն ժամանակ այդտեղ էր, երբ որ Հիսուսը ցույց տվեց, որ հեթանոս ազգերն էլ լույսի կարիք ունեն, իրանք էլ ծարավ ունեն ճշմարտությունը ճանաչելու ճշմարիտ Աստծուն, եւ հետո էլ երբ որ պետք է գնար երկիկ հավարձվեր, նորից ասեց, որ պետք է իրեն քարոզեն ոչ միայն հրեաներին, այլ նաեւ բոլոր մարդկանց, բոլոր աշխարհին։ Սակայն նորից Պետրոսը չէր ազատվել իր նախապաշարումից, որ միայն հրեաները կարող են փրկվել։ Եվ Աստված ստիպված է դիմել միջոցների, որպեսզի Պետրոսին համոզի, որ Պետրոսը գնա եւ ճշմարտությունը լույսը տա օտար ազգերին, օտար ազգի մարդու։ Եվ ինչ է անում Աստված։ Ուրեմն բարձրացել էր այդ իրանց տափակ կտուրների վրա եւ աղոթում էր։ Նա քաս զգաց եւ ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, նա հափշտակության մեջ ընկավ։ Այսքան տեսիլք տեսավ։ Տեսավ երկինքը բացված եւ մեծ սփռոցի պես մի բան 4 ծայրից վերևից կախված երկրի վրա իջնելիս, դրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, սողունները եւ երկինքի թռչունները, եւ մի ձայն ասաց նրան. «Վեր կաց, Պետրոս, մորթիր եւ կեր»։ Պետրոսն ասաց. «Քավ լիցի Տեր, որտեղ ես երբեք պիղծ ու անմաքուր բան չեմ կերել»։ Երկրորդ անգամ ձայնը դարձյալ ասաց նրան. «Ինչ որ Աստված մաքուր դարձեց, դու պիղծ մի համարիր»։ Դա եղավ 3 անգամ եւ սփռոցն իսկույն երկինք բարձրացավ։ Գիտեք, որ երբ որ մենք դաս ենք սորացնում երեխաներին, կան երեխաներ մի անգամ ասում ես, մի անգամից ընկալում են, հասկանում են։ Կան երեխաներ 2 անգամից ստիպված ասել, կան երեխաներ 3 անգամից ստիպված ասել։ Ինչու՞։ Որտեղ նախապաշարումը այնքան արմատավորված, այնքան էր արմատավորված Պետրոսի մեջ։ Հիսուսը ստիպված եղավ 3 անգամ նույն տեսիլքը ցույց տալ իրեն, որպեսզի կարողանա այդ պատը նախապաշարմունքի փշրի իր մեջ։ Եվ հետաքրքիր շատ մարդիկ սա վերցնում են եւ ասում են սա նշանակում է, որ Ղևտացից գրքում գրած 11-րդ գլխում, որտեղ Աստված ասում է, որ անասունի միսը կարանուտեն կամ թռչունի կամ ձկան միսը եւ որինը չէ, ասում են, որ պետք չէ զանազանություն դնել, Աստված ցույց տվեց, որ բոլորն էլ մաքուր են։ Սա ճիշտ չէ, որտեղ Աստվածաշունչը ինքը իրան մեկնաբանում է։ Պետրոսը հետո բացատրում է, թե ինչի մասին էր այս տեսիլքը։ Այս տեսիլքը դրա մասին չէր։ Այդ կենդանիները ոնց որ անմաքուր էին, այտենց էլ անմաքուր մնացին։ Կամ ոնց որ այն վաղ մարդկանց մարմիններ, նույն ձևի մարմիններ մենք ունենք, այն ժամանակ Աստված այդ օրենքը տվեց իրանց մարդկանց, որպեսզի նրանք առողջ ապրեն, իրենց առողջ լինելու համար տվեց։ Եվ այսօր էլ մեր մարմինը չի փոխվել, նույն ձևի կառուցվածք ունի, ինչ որ այն ժամանակ, եւ այս կենդանիներն էլ նույնն են, ինչ որ այն ժամանակ։ Սո խոսքը այստեղ չի գնում նրա մասին, որ սրանից հետո ինչ ուզում եք կերեք, այլ տարբերություն չկա անմաքուր եւ մաքուր, ոչ։ Եվ Պետրոսը այդ ձևով չի մեկնաբանում այս տեսիլքը։ Տեսնենք, թե ինչ ձևով է մեկնաբանում այս տեսիլքը։ Ինքը Պետրոսը 10-րդ գլխի 34-ից, ուրեմն ինքը հասկանում է, ասում եմ, ինչ Պետրոսը մտքում զարմանում էր,
թե իր տեսած տեսիլքն ինչ էր, ահա Կորնելիոսի ուղարկած մարդիկ Սիմոնի տան տեղը հարցնելով կանգնեցին դրան մոտ։ Նրանք ձայն տվեցին ու հարցնում էին, թե Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտեղ էր հյուրակալվել։ Մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, հոգի նրան ասաց. ահա 3 մարդ քեզ են փնտրում, վեր կաց իջիր եւ առանց վարանելու գնա նրանց հետ, որովհետեւ ես եմ ուղարկել նրանց։ Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ եւ ասաց. ահա ես եմ ում փնտրում եք, ինչի համար եք եկել։ Նրանք ասացին. Կորնելիոս հայրապետը արդար եւ աստվածավախ մի մարդ, որ հարգված է բոլոր հրեաներից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ, որ քեզ իր տուն կանչի ու քեզանից խոսք լսի, եւ նրանց ներս կանչելով հյուրընկալեց։ Այսինքն, եթե Աստված այս տեսիլքը ցույց չտար Պետրոսին, միանշանակ Պետրոսի պատասխանը այսպես է լինելու. չէ, ես Հեթանոսի տուն չեմ գա մտնեմ։ Չնայած այս Հեթանոս արդեն ավատում էր եւ մտածում էր, որտեղ ըստ հրեական օրենքի, երբ որ գնում մտնում ես Հեթանոսի տուն, դու պղծվում ես։ Եվ ինքը կասել ոչ, ես չեմ ուզում պղծվեմ, ուզում ա թող ինքը գաստե ես իրանք քարոզեմ, բայց ես չեմ գանդը։ Բայց այս տեսիլքը շատ ճիշտ էր հասկացել Պետրոսը եւ ինքը առանց խնդրի վեր կացավ եւ գնաց նրանց հետ։ Եվ ինչու էր Աստված ուզում, ինքը կարող էր Կորնելիոսին ուղարկել, չէ՞, Պետրոսի մոտ, բայց ինչի Աստված ուզեց, որ Պետրոսը գնա Կորնելիոսի մոտ։ Առաջինը Պետրոսի նախապաշարները փշրելու համար, երկրորդը կպարզենք, թե ինչու։ Այստեղ գրված է. Հաջորդ օրը Պետրոսը գնաց նրանց հետ, Հոպպեում գտնվող եղբայրներից ոմանք եւս գնացին նրա հետ։ Հաջորդ օրը մտան Կեսարիա, Կորնելիոսը սպասում էր նրանց կանչելով նաեւ իր ազգականներին ու մտերիմ բարեկամներին։ Այսինքն միայն Կորնելիոսը այնտեղ չէր։ Իր մտերիմ բարեկամները, իր ազգականները, այսինքն լիքը մարդկանց կանչել էր։ Դրա համար էր Աստված ուզում, որ Պետրոսը գնա այնտեղ, որ շատ մարդիկ լսեին։ Հենց Պետրոսը ներս մտավ, Կորնելիոսը նրան ընդառաջ ելավ ու ոտքերն ընկնելով երկրպագեց, Պետրոսը նրան ոտքի կանեցի եւ ասաց. վեր կաց, ես ինքս էլ մարդ եմ, այսինքն պետք է ինձ երկրպագել, ես Աստված չեմ։ Պետրոսը նրան ոտքի կանացրեց ու ասաց. վեր կաց, ես ինքս էլ մարդ եմ, եւ նրա հետ խոսելով ներս մտավ ու այնտեղ հավաքված բազում մարդկանց գտավ, այսինքն շատ մարդկանց։ Պետրոսը նրանց ասաց. դու գիտեք, որ հրեա մարդուն օրինավոր չէ օտարազգի որևէ մեկին դիպչելը կամ մոտենալը, բայց Աստված ինձ պատվիրեց ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարել։ Տեսեք։ Պետրոսը չի ասում, Աստված ինձ պատվիրեց, որ ոչ մի կերակուր պիղծ չհամարեմ։ Պետրոսը ասում է ոչ մի մարդու։ Պետրոսը հասկացել էր, որ Աստված խորհրդարշական ձևով հասկացնում է, որ ոնց որ դուք պիղծ եք համարում այդ կենթայիներին այդ ուտելիքը, նույն ձևի պիղծ եք համարում հեթանոսներին, բայց ես ձեզ ցույց եմ տալիս, որ այս մարդկանց պիղծ մի համարեք։ Ոչ մի մարդու պիղծ կամ անմաքուր չհամարեք, դրա համար առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Հիմա հարցնում եմ, ինչու եք ինձ կանչել։ Այսինքն, պարզ Աստվածաշունչը ինքը իրան մեկնաբանում է։ Պետք չի ուրիշ մեկնաբանություններ դնել Աստծո խոսքի վրա, որ մեր գլխից են հորինված։ Պետք է ընդունել այն մեկնաբանությունը, որ տալիս է հենց ինքը Աստվածաշունչը։ Եվ Կորնելիոսը այստեղ պատմում է իրեն, թե ինչպես ինքը աղոթում էր եւ տեսավ հրեշտակին եւ հրեշտակը ասեց, որ ուղարկի իր Պետրոսի մոտ։ Եվ սա էլ մի ապացույց է, որ Աստված գիտի ամեն մեկը որտեղ է, որտեղ պարզ ուղեցույց տվեց Աստված Սուրբ Հոգին, որ Պետրոսը գտնում է այսինչի տանը, այսինչ քաղաքում, այսինչի տանը, եւ նրանք եկան եւ Պետրոսը չէր կարող կերել, այդ Աստծո մատը խառն էր այստեղ։
Եվ ես ասում եմ, իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ, դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս ստանած ենք Աստծո առաջ, որպեսզի լսենք այն ամենը, ինչ Տիրոջ կողմից հրամայված է քեզ։ Փառք Աստծո, որ Պետրոսը չդիմադրեց Տիրոջ դասին, Հիսուսի դասին, այլ հասկացավ եւ թողեց իր նախապաշարումները եւ գնաց եւ լուրը, ճշմարտության լուրը ավետարանը տվեց նրանց։ Ուրեմն ինչպես կարող ենք դրանք կիրառել մեր կյանքում այսօր, ինչպես նաև քաղաքներում իրականացվող առաքելության ժամանակ, ինչ նախապաշարմունքներ են խանգարում մեզ տեսնել քաղաքաբնակների կարիքները, ինչ հնարավորություններ Աստված տվել մեզ քաղաքներում, որպեսզի ավելի լավ հասկանան, թե ինչ է առաքելությունը եւ ձերբազատվենք մեր մոլեռանդությունից, ազգայնականությունից եւ հոգեվոր հպարտությունից։ Հիսուսը մեծ համբերությամբ էր ուսուցանում իր աշակերտներին, որոնք դեռ լիովին չէին հասկանում, որ Աստծո փրկության մեծ ծրագիրը համայն մարդկության, ոչ թե միայն մեկ ազգի կամ էթնիկ խմբի համար է։ Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ հաղթահարել մեր նախապաշարմունքն ու կողմնակալությունը, որպեսզի իրականացնենք մեր առաքելությունը քաղաքներում։ Մեր նախապաշարումները, մեր հպարտությունը, հոգևոր հպարտությունը խանգարում է մեզ իրականացնել այն խնդիրը, որ Հիսուսը դրել է մեր վրա։ Եվ դա զրկում է ոչ միայն ուրիշներին փրկությունից, այլ նաև մեզ։ Եվ Ղուկաս 18:8 համարում Հիսուսը ասում է. երկրի վրա արդյոք հավատ գտնեմ։ Այսինքն ասում է, երբ որ երկրորդ անգամ գամ, արդյոք ես երկրի վրա հավատ գտնեմ։ Զարմանալի հարց է, որտեղ այսօր շատ հավատքներ կան, կրոններ կան, եւ նույնիսկ հենց քրիստոնեության մեջ լիքը տարբեր ուղղություններ կան, բայց այնուամենայնիվ Հիսուսը ասում է, երբ որ ես գամ, երկրի վրա հավատ կգտնեմ։ Ինչու է այսպես ասում Հիսուսը։ Ասում է, սակայն երբ մարդու որդին գա, երկրի վրա արդյոք հավատ կգտնի։ Ուրեմն Քրիստոսը ինչ է փնտրում մեր մեջ։ Հավատ, որը փայլում է նույնիսկ խավարի մեջ։ Եվ հիշում եք այդ կարդանք Մատթեոս 8:10 համարը, 8 Մատթեոս 8:10 համարը ուրեմն մի քիչ ավելի առաջ կարդանք եւ ասում է, երբ Հիսուսը Կափառնայում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան եւ ասում։ Եվ այդ հարյուրապետը հրեա չէր, հռոմեացի էր։ Տեր, ծառաս անդամալույց պառկած է տանը եւ սարսափելի տառապում է։ Հիսուսը նրան ասաց. Ես կգամ, կբժշկեմ նրան։ Հարյուրապետը պատասխանեց եւ ասաց. Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, միայն խոսքով ասա եւ ծառաս կբժշկվի, որտեղ ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա, գնում է, մյուսին եկ եւ գալիս է, ծառայես էլ թե այս բան արա եւ անում է։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ եւ իրեն հետ եղողներին ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։ Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան եւ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ երկնքի արքայության մեջ կնստեն, իսկ արքայության որդիները կգցվեն դուրս, արթակին խավարը։ Այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց։ Եվ Հիսուսը հարյուրապետին ասաց. գնա,
Եվ ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ։ Եվ այդ պահին նրա ծառան բժշկվեց։ Այսինքն, ասում ամբողջ Իսրայելում, ես այսպես, չնայած իսրայելացիները հրեաները ունեին այդ գիտելիքները, բայց նրանք չունեին հավատ։ Ուրեմն գիտելիքները հերիք չի, որ մենք փրկվենք։ Մեզ պետք է կենթանի հավատք առ Աստված, որպեսզի կարողանանք փոխել, որպեսզի մեր բնավորությունը փոխվի, որպեսզի թույլ տանք Սուրբ Հոգուն աշխատի մեր վրա եւ մեզանից նոր մարդ կերտի լուսավոր հավատքով լեցուն։ Ուրեմն ոչ միայն այս հարյուրապետը, այլ նաև անցած անգամ հիշեցինք այդ 4 ընկերներին, ովքեր իրենց ընկերոջը վերեցին Հիսուսի ոտքի մոտ։ Այսինքն այդ բոլոր գործողություններին չէ ցույց տալի նրանց հավատքը։ Եվ Հիսուսը անդադ ասում է, որ այդպիսի հավատք պիտի ունենաք։ Իսկ նաև կույր Բարթեմեոսը, որ խնդրեց Հիսուսին իրեն բժշկի Երիքոյում, ասեց ուզում եմ տեսնել, եւ Հիսուս ասեց տես։ Այսքանով հանդերձ մենք ակնկալում ենք, որ Աստծո ժողովրդի մեջ մեծ հավատ կգտնենք, սակայն նույնիսկ Հիսուսի հայրենի քաղաքում Նազարեթում դրա բնակիչների թերահավատության ու անհավատության պատճառով Քրիստոսը չէր կարողանում լիարժեքորեն ծառայել իր աշակերտների մոտ։ Հիսուսը մի քանի անգամ ասում է Իսրայելի մասին, ով թերահավատներ, եւ իր աշակերտներին էլ էր ասում։ Մինչև երբ ասում է, ես ձեզ պիտի համբերեմ։ Մատթեոս 17:17 համարում Հիսուսը բացականչում է, ով անհավատ ու մոլորյալ սերունդ։ Մենք պետք է հասկանանք, որ հավատը հանդիպում է անսպասելի վայրերում, օտար քաղաքներում, հեթանոսների եւ տարբեր կրոնների տեր մարդկանց մեջ։ Խոնարհությամբ պետք է գնանք քաղաքներ, ինչպես Հիսուսն արեց, փնտրելով նրանց, ովքեր երբ ճաշակեն ճշմարտությունը կարձագանքեն Հիսուսի հանդեպ հավատով։ Այս մարդիկ իսկապես մեր կարիքն ունեն։ Ինչ է կարևոր, որ մենք հիշենք, ինչպես անցած անգամ ասեցին, որ մենք մեր նախապաշարումները դեն գցենք, որ խանգարում են մեզ աշխատել մարդկանց հետ, որ մենք ինքներս չորոշենք, որ այս մարդը հաստատ կընդունի գնամ իրան ասեմ, այս մարդը հաստատ չի ընդունի, չեմ գնա իրան ասեմ։ Ոչ։ Մարդկանց սրտերը ճանաչում է միայն Աստված, եւ մենք այնքան պետք է խոնարհվենք, այնքան մեր նախապաշարումները մեր մեջից դուրս գա, որ սուսուփուս հնազանդվենք Աստծո կոչին։ Եթե Աստված ասում է գնա եւ այս մարդուն ասա ճշմարտությունը, չվիճենք Աստծո հետ, չասենք, չէ, այս մարդը հաստատ չի փրկվի, հաստատ չի ընդունի։ Ոչ։ Մենք երբեք չգիտենք, թե ում սրտում ծարավ կա, իսկ ում սրտում ուղղակի կեղծավորություն է։ Ուրեմն ուշադիր լինենք այս հարցում, որպեսզի այնքան խոնարհվենք, մեր հոգևոր հպարտությունը այնքան թողենք, որ միշտ պատրաստ լինենք կատարելու Հիսուսի տված առաջադրանքը եւ գնանք մարդկանց մոտ, անկախ նրանից, թե ինչ ազգ են պատկանում, ինչ դասակարգ են պատկանում, աղքատ են, հարուստ են, սև են, սպիտակ են, այս ազգից են, այն ազգից են, ոչ, մենք պետք է կատարենք Հիսուսի առաջադրանքը, որ ասեց բոլոր մարդկանց պետք է ավետարանվի։ Եթե մենք ուզում ենք Հիսուսը շուտ գա, ուրեմն պիտի ակտիվ ավետարանենք բոլոր մարդկանց։ Հիսուսի թափածարյան շնորհի բոլորը արժանի են լսելու ճշմարտությունը եւ ընտրություն անելու։ Մենք պետք է տանք ճշմարտությունը, մնացած իրենց գործն է, կընդունեն, կփրկվեն, չէ, չեն փրկվի, բայց մենք պարտավոր ենք մեր առաջադրանքը անել։ Վերջում կարդանք Էլեն Ուայթ դարերի փափագրքից, page 33, նրանց մեջ, ում հրեաները հեթանոս էին համարում, կային մարդիկ,
ովքեր ավելի լավ էին հասկանում Սուրբ գրության մարգարեությունները Մեսիայի վերաբերյալ, քան Իսրայելի ուսուցիչները։ Կային նաև այնպիսիք, ովքեր հույս ունեին, որ նա կգա ազատություն բերելու մեղքից։ Փիլիսոփաները ջանում էին ըմբռնել հրեական կրոնակարգի գաղտնիքը, բայց հրեաների մոլեռանդությունը խոչընդոտեց լույսի տարածմանը։ Ցավոք։ Ուշադիր լինենք, որ մեր մոլեռանդությունն էլ չխոչընդոտի լույսի տարածմանը մեր շրջապատի մեջ։ Եվ վերջում նաև կարդանք Ellen White Advent Review and Sabbath Herald ամսագրից, որը լույս է տեսել հունվարի 17-ին 1893 թվականին, որտեղ Աստծո մարգարեն գրում է. Տեր Հիսուսը, հզոր փրկիչը, մահացել է այս մարդկանց համար։ Նա կարող է արթնացնել նրանց անտարբերությունից, արթնացնել նրանց կարեկցանքը, փափկեցնել նրանց սրտերը, բացահայտել նրանց հոգիներին ճշմարտության գեղեցկությունն ու զորությունը։ Վարպետը Աստված է եւ ոչ թե մահկանացու մարդ, բայց նա ոչ է անում մարդկանց լինել իր համագործակիցները, որոնց միջոցով ինքը կարող է լույս հաղորդել խավարի մեջ գտնվողներին։ Աստված ունի գոհարներ բոլոր եկեղեցիներում, եւ մեր գործը ոչ թե քննադատելն է, այլ խոնարհությամբ եւ սիրով ճշմարտությունը մարդկանց ներկայացնելը։ Թող մարդիկ տեսնեն բարեպաշտություն եւ նվիրվածություն, բնավորություն, որը նման է Քրիստոսի բնավորությանը, եւ նրանք կգան դեպի ճշմարտությունը։ Նրանք պետք է մեծարեն Հիսուսին, աշխարհի խավչին, պետք է բոլորին հասցնեն կյանքի խոսքը։ Թող Աստված օգնի մեզ, որպեսզի մենք իրագործենք այս խոսքերը այստեղ գրված, թույլ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի նա սրբացնի մեզ, որպեսզի նա հեռացնի մեր միջից ամեն հոգևոր հպարտություն, նախապաշարում այլ մարդկանց հանդեպ։ Մեր ինքնավստահությունը մեզանից հեռացնի, որպեսզի չսկսենք մտածել, դասակարգել մարդկանց, էսի կփրկվի, չի փրկվի, էսի կընդունի, չի ընդունի, այլ այնքան խոնարհվենք, որ երբ որ Հիսուս ասում է գնա եւ այս մարդուն ասա, գնանք եւ ասենք։ Մեր առաջադրանքը ընդհանրեն այդքան է։ Մեզ առաջադրված չէ որոշել, թե այդ մարդուն սրտի մեջ ինչ է կատարվում։ Մենք չենք էլ կարող դա անել։ Մենք ուղղակի մեր վրա դրված պատասխանատվությունը պիտի իրագործենք։ Այդքանը թող Աստված մեզ շնորհք տա, որպեսզի մենք իրոք թույլ տանք Սուրբ Հոգուն մեզ մաքրագործի եւ պատրաստի այդ գործի համար եւ միշտ հնազանդորեն հետևենք Աստծո խորհուրդներին եւ Աստծո առաջնորդությանը։ Մինչև մյուս շաբաթ Աստծո ողորմությամբ։